Մեկը ասում ես 11-ը մոռանում ես, բայց շատ դժվար աղջիկը։ Այդ խեղկատակին պետք է վերացվի։ Մենք մեր ղեկավարի թեզերը պետք է առաջ տանենք։ Ինչ կան ասեք հալվա, բերանում ավելի չի քաղցրացնում։ Դրանք ազերիների բջերն են։ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված 1.5 ժամ տևած ասուլիսում ամբողջ հայտարարություններ էր անում, Ալիևը զուգահեռ հայտարարեց, որ Հայաստանի հետ բոլոր պայմանավորվածությունները պարտադիր պետք է ամրագրվեն թղթի վրա, քանի որ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը զրոյական է։ Արմնուրը այս թեմայի վերաբերյալ հարցում է անցկացրել Երևանի փողոցներում եւ փորձել է հասկանալ, թե ինչ են կարծում քաղաքացիները։ Կլինի խաղաղություն, խաղաղության պայմանագրի կնքմամբ, թե ոչ։ Եթե այս չփոխվի ամեն ինչ, լավ բան չեմ տեսնում։ Պատերազմի ակնկալիքներ, հոխանձներ, խաղաղության պայմանագիր այդ ամենը կլուծի։ Ես չեմ ուզում պատերազմ։ Երևի կլուծվի, չգիտեմ։ Բայց հավատում եք, որ Հայաստանը եւ Թուրքիան մի օր կխաղաղվեն ու կսկսեն համագործակցել, որտեղ ցեղասպանություն ենք չէ տեսել։ Երևի այն բանը, որ Աստված այնպես պիտի անի, որ Թուրքիան վերանա։ Միակ բանը, թե չէ մեզ հանգիստ չեն տա։ Անկեղծ ասեմ, տեղյակ չեմ նույնիսկ ինչա տեղի ունենում, որտեվ երեք եմ եկել Մոսկվայից, տեղյակ չեմ։ Օրինակ, բայց հավատում եք, որ Հայաստանն ու Թուրքիան ցեղասպանությունից հետո խաղաղություն։ Ես դեմ եմ դրան։ Ալիևը շատ բան է ասում։ Ալիևը որ ասում է պետք է ինքը բոլորը հանձնի, Չի լինելու խաղաղություն։ չի լինելու խաղաղություն։ Չէ, Փաշինյանին որ հանեն, այդ վաղ կլինի։ Այդ խեղկատակին պետք է վերացվի, վերջացվի, թե չէ։ Բայց հավատում եք, որ խաղաղություն կլինի, օրինակ առանց պատերազմ կամ առանց տարածքանձի։ Գիտեք, իսկ վաղվա վրաս կե հավատք չկա, ոնց կարելի է այդ բանի վրա հավատալ։ Խաղաղության պայմանագրին հավատում եք։ Ոչ։ Չի լինի նման բան։ Խաղաղության պայմանագիր չի լինի։ Ձևականորեն կարող է լինի, բայց երբեք իրար հետ չեն կարող մենք հաշտապրել։ Օրինակ Ալիևը ասում է, որ մենք զրոյական վստահություն ունենք Ես չեմ վստահում ոչ մեկին, ոչ մեր վարչապետին, ոչ Ալիևին, ոչ Էրդողանին, ոչ մեկին չեմ վստահում։ Չի լինելու տարածաշրջանում։ Չէ, չի լինի։ Իսկ Հայաստանի նոր տարածքներ, նոր պատերազմ, ասում եք խաղաղության պայմանագիրը կլուծի այդ բոլոր Չէ, չեմ հավատում։ Այսօր մի բան են ասում, վաղը լրիվ ուրիշ բան։ Չեմ հավատում։ Երեխեք ջան, դուք չգիտեք, որ ոչ մեկ էլ չի հավատում դրան։ Չի լինելու խաղաղություն։ Իհարկե, Պայմանագիր եթե նույնիսկ լինի դա անիմաստ բան է։ Դա թղթիկատոր է։ Դա թղթիկատոր է։ Քանի անգամ ենք դուք աշխարհում որևէ մեր համար չեմ ասում։ Մենք արդեն 10-րդ անգամ այս նույն բանի մեջ ենք 1918 թվականից։ Հա Թուրքիան էլ առաջին է ճանաչեց, որ մեր հանրապետությունը 1918 թվականին, բայց հետո ինքը դա պահպանեց։ Որևէ մեկը պահպանել է աշխարհում, ինչ ցույց տվեք որևէ մեկը երկու հարևան պետություններ, նույնիսկ մեր նման sense արյունարբ ոնց ասեմ, կրովնի թշնամի էլի sense ոչ կրովնի թշնամի պետություններ, որ այդ խաղաղության պայմանագիրը բանն է։ Ռիբենտրոպ բանի ժամանակ էլ Մոլոտովի ժամանակ էլ խաղաղությունը հաստատեցին։ Նույն բանը հաստատեց Գերմանիան Ֆրանսիայի հետ, Ճապոնիան Սովետական միության հետ, բոլորը գրում են։ Եթե դուք հավատում եք, որ այնտեղ պիտի խաղաղության պայմանագիր լինի, ենթադրենք Իսրայելի եւ Պաղեստինի մեջ, հավատում եք։ Նույն ձևի հարցը ես ձեզ։ Օրինակ ասում եմ խաղաղություն պայմանագիրը կնքենք, Նույնիսկ այս իրավիճակում չէ, մեր իրավիճակում չէ, դուք ավելի ասում եմ ճանապարհները կտանք, օրինակ Թուրքիան հնարավոր է Հայաստանի մեջով սենց գնա գա իր համար ազատ։ Չէ, դե գնալ գալը չի գնա գա, դրանից վախենալու բան չկա, բայց եթե քո ճանապարհի մեջ դու չես տերը լինելու այդ ճանապարհի, իմաստը այդ ճանապարհի, հա լավ է որ այդ ճանապարհը լինի։ Լավ է որ այդ ճանապարհը լինի, ուրիշ երկրները օգտվեն դրանից։ Այսինքն հիմնականում դա մեր մեջ ասած դա Ադրբեջանի ու Թուրքիայի համար չէ բանը։ Այդ մեծ տերությունները անում են իրանց բանդերաբասի փոխարեն ասենք այդտեղով գամ, այդ քարտեզը հարկավոր նայել, գոնե քարտեզ։ Հարկավոր է քարտեզ նայել, որ հասկանալ դա ինչ է։ Ինչ է իրանից ներկայացնում։ Ադրբեջան 90 թվականից Հայաստանը Թուրքիայից ապրանքաբերում բոլորս էլ հակնում ենք։ Դա ուղղակի քաղաքական ինտրիգներ են, այդքան բան ժողովուրդը հետ ոչ մի բան չունի։
Իսկ հավատում եք խաղաղության պայմանագրի այն դեպքում, երբ Հայաստանի հանդեպ տարածաշրջանում վստահություն չկա։ Իսկ ով ասեց, որ չկա։ Ալիևը 3։ Ալիևը շատ բան ասում, մենք մեր ղեկավարի թեզերը պետք է առաջ տանենք, ոչ թե Ալիևի։ Որոնք են մեր ղեկավարի թեզերը, որ Խաղաղություն ու վերջ, որ մեր տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի այդքան բան։ բայց մենք տարածքներ հանձնեցինք, Տեսեք, չէ՞ երևույթից։ Չենք հանձնել։ Հետ են տալու, Ազիջան։ 29743-ը պահպանվել է, որը ըստ իս միջազգայինորեն ճանաչված մեր սահմաններն է, այդքան բան։ Իսկ դու ամբողջ աշխարհի դեմ չես կարող կռվես։ Եթե ամբողջ աշխարհը ճանաչելա քո այդքան քառակուսի մետրը, ուրեմն դու պետք է հարմարվես դրա հետ։ Չպայքարենք, որ Արցախը հետ բերենք, հա։ Արցախը իտո 92 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է Արցախին տար հատուկ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այն ովքեր այդ պատմությունները չգիտեն, դրա համար հեշտ է դրանց մանիպուլացնել։ Ես 90 թվերից ամեն ինչ գիտեմ, ամեն ինչից տեղ Որտեղից գիտեք, որ 3 միլիոն մարդ չգիտի։ Ազիջան, որովհետև 94 թվին զոհ ենք ունեցել, ամեն ինչից տեղյակ ենք, ամեն ինչով հետաքրքրվել ենք։ Այդ մենակ անտեղյակ Թվականին էլ 3000 զոհ ունեցան։ 20 թվականին էլ իմ տղան կռվել պատերազմից ու Փարքասո հետ է եկել։ Այդքան բան։ Մենք մեր հայրենիքի համար իմ ընտանիքը ընդհանրապես պայքարել է միշտ։ Միշտ պայքարել է։ Խոսացողները չպայքարողներն են, ես դες կարամ դա վստահ ասեմ։ Ու այնով որ կռվել է, այնով որ գիտի, այնով որ տեղյակ է ինչը որտեղ ոնց է, երբեք ոչինչ չի։ Այսօր դու ինչ գնա Ադրբեջանին ասա կամ Թուրքիային ասա իմ հողերը տուր Արևմտյան Հայաստանը կտա, այտենց որ լինի բալիկ ջան, ամբողջ աշխարհը կխառնվի իրար։ Պապաս 1909 թվի ծնունդ է Թուրքիայի ծնունդ։ Հետո որ կոտորումներ եղել է, ինքը մնացել է միայնակ, իրան տարել են Ֆրանսիա։ Հետո Ֆրանսիայից 40 քանքվերին եկել է Հայաստան, իմանալը, որ ինքը հայ է։ Պապաս շատ խոսող չէր։ Ինքը մեզ ասեց, որ դրանք ոչ թե Ադրբեջանը, դրանք ազերիների բջերն են։ Ոնց որ ասենք ստեղ Ստալինը ժամանակին ստեղ մեր ժողովրդին էլի ինչ որ չգիտեմ ինչ բաներով ուղարկել է Սիբիր։ Այդ դրանք էլ ընդեղից ուղարկել են դրանց ստեղ, որ ավելի իրանք դաժա ավելի դաժան են։ Հենց այս ադրբեջանցիները, տենց կարելի ասել։ Պապաս 68 թվին որ իմացավ Տիտերակաբերդը սարքում են զոհվածների համար, ասու ամեն առավոտյան ինքը գնում էր այդտեղ, գալիս էր աշխատանքից լվացվում ու գնում էր։ Երրորդ նստարանին էլ իմ պապաս այնտեղ ինֆարկտ էր ստացել ու մահացել էր։ Այդ կոտորումը, որ այդ 9-10 տարեկան երեխան տեսնի այնտեղ ոնց կլինի այդ մարդու վիճակը։ Այսինքն չի լինի խաղաղության պայմանագիր հենց այդ կոտորումներից հետո դուք չեք հավատում։ Չէ, իրանք մի ուրիշ ձևի են աշխատում ադրբեջանցիները, մերոնք ուրիշ ձևի, բայց կարելի է մի քիչ ընդունումը։ Հաջան Փաշինյանը ասում է, որ ցեղասպանության ընդունումը պետության օրակարգում չկա, առաջնային չի, բայց ինքը գիտի արդեն հիմա ինչի է խոսում, որովհետև շատ քիչ մարդիկ են մնացել այդ հիշողության, որ կա, որ կարող են դուրս գալ ու պայքարեն դրանց համար, ասեն, որ եղել է, մարդիկ տեսել են։ Իմ պապաս այնքան լրակյաց էր, ինքը չշփող էր, որովհետև այդ ինքը ինչ տեսել է այդ տարիքի երեխա, ինքը այդ ձևի մարդ էր։ Ցեղասպանություն եղել է, այդ բոլորը գիտեն, բոլորը պատմությամբ կա, այդ պատմությունը ինչի են ջնջում, ինչի են փոխում, այդ էլ մենք չգիտենք։ Ես ինչքան գիտեմ, արտաքին գործոս նախարարը Թուրքիայի ասել է, որ ոչ մի նախադրյալներ չկան դեսպանատներ բացելու։ Դա էլ իմ պատասխանը, բնականաբար։ Չեք հավատում, որ կլինի։ Ես կարամ ամեն ինչին հավատամ, բայց ինձ թվում է Թուրքիան հստակ պատասխանեց, որ Օրինակ Թուրքիան Ալիևը ներողություն ասում էր, որ զրոյական վստահություն ունի Հայաստանի նկատմամբ, բայց Հայաստանը ասենց ամուր քայլերով գնում է դեպի խաղաղության պայմանագիր, ավելին համաձայնեցնում են վերջի չհամաձայնեցված կետերը ու գնում են ստորագրում։ պատասխանեմ թուրքական մի հատ ասացվածքով, ինչ կան ասեք հալվա, բերանում ավելի չի քաղցրացնում։ Չի լինի, թուրքը երբեք ինչքան էլ որ ասի լավ է լինելու կյանքում չի կարող է լինի։ ժամանակա, որ Ինչ-որ մի բան աչք փակոցի լինի, բայց չի լինի տենց բան։ Թուրքը մնում է թուրք, ինքը արունախում է, ինքը վրիժառու է, չի լինի։ Հայաստանի համար լավ չի լինի թուրքի հետ։ Ով ինչ ուզում է ասի։ Տեսնում եք երեկելի ինչ-որ բաներ է ստորագրել ես մեր բանը։ Ինչումն է չի լինի աղջիկ ջան։
Մենք շատ վատ վիճակի մեջ ենք։ Հիմա որ sense լինի մեզ քանի դար է պետք որ նորից գա այն մենք լավ կյանք ենք տեսել ամեն դեպքում սովորել ենք ձրի, ապրել ենք ձրի, աշխատել ենք նորմալ ամեն ինչը ինչա բուժվել ենք ձրի, դպրոցը ձրի, հիմիկվա դասագրքերը դա խայտարակություն է ուղակի ումա պետք դա ոչ ոքի չգիտեմ այնքան բան կա ասելու որ հասկանում եք մեկը ասում ես 11-ը մոռանում ես բայց շատ դժվար աղջիկս շատ